Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարևձեզ։ Եվ այսպես հայտնի ասացված կունենք Շունը հաչի, քարավանը քոչի։ Ցավալիորեն ես այն շունն եմ, որ հաչում եմ, քարավանն էլ իշխանություններն են, որ շարունակում են քոչել, տիրել, իշխել, ուխտեր են տեղ-տեղ կեղտոտել եւ այսպես ասած այդ գարշահոտությամբ հետո նրանց փոխարինում են ուրիշ ուխտեր եւ այսպես ինչպես ասենք ուխտ գնացին Սերժենք Դաշնակցությունը SN-ը Էջմիածին դրանց ուխտը որը գյով էր ուղակի այդ մարդիկ ուխտի քարավանի պես գնացին իրենց հերթական շահի հետևից հիմի ինչու եմ ասում Շունը հաչի քարավանը քոչի Քանզի ին վրա հաճացողների պակաս չկա, երբ ասում եմ Քոչարյան Ռոբերտի եւ Նիկոլ Փաշինյանը ունեն նմանություն։ Էլի պիտի կրկնեմ, ունեն նմանություն, եւ այդ նմանությունը չտեսության մեջ է։ Քոչարյան Ռոբերտը գնում էր, ասենք, Grand Candy ասում էր, վայ, այս կոնֆետի պովիդլոյի մեջ ոնց էին պովիդլոն լցնում, ծակը ոնց են բացում, ես չէի իմանում, Գյորմամիշեր, հետո ագահաբար սկսեց թալանել երկիրը։ Նիկոլ Փաշինյանը մանկուց շատ բաներ գուցե չի տեսել։ Վայ հեծանիվ եմ քշում, եկեք նկարեք։ Վայ գոտիս եմ ծակում, եկեք նկարեք։ Սա չտեսություն է։ Հիմա դուրները գա, չգա, ասեն, մեկը ասում է, ինչ է ուզում էիք մարդ սպանել բան։ Չէ, չէի ուզում։ Պարզապես ուզում եմ կենցաղը իրենց տանը պահի։ Քանզի դա վարչապետի անելիք չի։ Սա իմ կարծիքն է, դուրներդ գա, չգա, հաչակ, չհաչակ որոշներ, այն գիտակից մասան շատ լավ հասկանում է ես ինչ եմ ասում։ Ինձ հետաքրքրողը այս տեմպերով ուր գնալն է։ Տեսեք, օրենք են ընդունում Նիկոլ Փաշինյանը խրոխտաբար ասում է, որ 1.5 տարի ոնց որ խոստացել էինք մեր նախընտրական ծրագրում, բանակ այլևս 1.5 տարի կլինի, եւ ասենք հաջորդ օրը հարցերին պատասխանում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, ասում է դե գիտեք ինչ, մենք խոստացել էինք, անում էինք, մեկ եւ երկրորդը հաշվարկել ենք, որ պայմանագրայինը կգա, այսպես ասած, ժամկետայինի տեղը ծառայելու։ Ուզում եմ հավատալ այդ ամենին, քանզի ուրիշ տարբերակ էլ չունենք։ Բայց ես մի բան գիտեմ հաստատ։ Մանանա ասելով բերանդ չի քաղցրանա։ Երբ Նիկոլ Փաշինյանը ճչում է խաղաղություն, երբ արդեն նշվարում է, որ այսպես ասած Կովկասյան երկրները, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, այն նախկին սեյմը հիշեք, ինչ որ միավորում պիտի կազմեն, որպեսզի Կովկասը իր շնչով է սովենով, կարծես թե դրան է գնում խաղաղ ապրի, ես հիշում եմ այդ սեյմի ավարտը, երբ վաճառեցին Ղարսը, փրկեցին Բաթումին։ Ես հիշում եմ այդ սեյմի ավարտը, երբ ռուսների հովանավորությամբ կարողացան եւ Նախիջևանը իրենցով անել եւ չգիտեմ Արցախը անկախտելի մաս հայտարարել Ադրբեջանի եւ այսպես շարունակ։ Ես վախենում եմ այս ամենից։ Եվ Ադրբեջանը եւ Թուրքիան երախները երկու կողմից բաց են արել։ Փակելու տրամաբանությամբ կամ ցանկությամբ։ Երբ կորոշեն փակել այդ երախը, ես ուզում եմ Հայաստանը ուժեղ լինի։ Հայաստանը ուժեղ լինելու համար պիտի ներքին այդ զգացողությունս ինձ չի դավաճանել։ Պիտի զգամ, որ ամեն ինչ արվում է, որ մեր վրա հարձակվողը 10 չափի մեկը կտրի։ Այլ տարբերակ չունենք մենք այստեղ ապրելու։ Մեկ օր ուզած այդ խաղ պարավում է։ Մեկ օր քու լավագույն հարևանը դառնում է թշնամի կամ իր շահերն է պաշտպանում։ Եվ եթե դու պատրաստ չես քու շահերը պաշտպանելուն, դու ավարտվում ես։ Դու նորից հերթական անգամ, ինչպես հիմա է Նիկոլ Փաշինյանը մուրում, շնորհիվ նրա, որ մեր ձեռքբերումները ոտատակ տվեցին։ Մեր ձեռքբերումները մենք չենք կարող այսպես պարտվել, բայց մենք պարտվեցինք։ Սա էր խնդիրը։ Հիմի
Հաջորդ ամենակարևոր խնդիրը այն ազնվության պակասը, որ ես զգում եմ իշխանությունների կողմից։ Այն տրամաբանությունը, որով մենք պիտի փորձենք առաջնորդել մեր ժողովրդին, որը պիտի լինի աներկբա է, անկախ ամեն ինչից, ով ինչ, այսպես ասած, տեսքով ու տոնով խոսի, բոլորը գիտեն, որ ուրիշ բան չլինի, տղամարդու կողքի կինը գիտի իր կողքի տղամարդն ինչացու է։ Հո մեծ բրթելով չի, խոսելով չի։ Հիմի եկեղեցու հետ կապված այսօր չեմ ասել, 10 տարի առաջ եմ ասել, շատ ավելին առաջ, շատ ավելի, որ մենք կաթողիկոս չունենք, որ այդ կաթողիկոսը ընդամենը գործիք է։ Ես չգիտեմ, չեմ ասում ինչի գործակալ է բան։ Այդ կաթողիկոսը հոգևոր չի։ Այդ կաթողիկոսը չի կարող առաջնորդել ժողովրդին։ Այսպիսի կաթողիկոս մեզ ոչ միտեղ չի տանում։ Հոգևոր ծառայությունը անկում է ապրում Հայաստանում։ Աղանդները բազմանում ու շատանում են։ Հոգևոր ծառայությունը բիզնես է դարձել հատկապես այս կտրիչ կոչված կաթողիկոսի ժամանակաշրջանում։ Այո, որ պիտի փոխվի, որ այսպիսի կաթողիկոսի մենք արժանի չենք, իսկ գուցե արժանի ենք արդեն ես էլ չգիտեմ։ Գուցե այդ մեզ քիչ է, բայց սա չի կարող Հայաստանի հոգևոր հովիվը լինել։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Այն ազնվության պակասը, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր, այսպես ասած, մերձավորները կամ քաղաքական թիմը ասում է, բա որ նոր իմացանք, որ Կտրիչ Ներսիսյանը սիրուհի ունի, չգիտեմ, երեխա ունի, չէ, նոր չեք իմացել, ստում եք։ Նիկոլ Փաշինյանից սկսած ստում են։ Եվ սա լավ տեղ չի տանում։ Մտածում էիք, եթե կօգտագործվի, օգտագործեք այդ պիղծ Արարատին։ Տեսակ չօգտագործվեց, ինքը շատ ավելի խորը արմատներ ունի, չգիտեմ, ռուսական տիրույթում կամ օտար երկրի տիրույթում, ասիք, վայ դու կնիկ ունես։ Այդ կնգա մասին շուտվանից գիտեիք, Նիկոլ Փաշինյան։ Բայց այդ սուտը ուր է տանում, ինչու եք այդ սուտն ասում։ Երբ ես ասում եմ, չի կարելի այսպես ոչ մի տեղ գնալ, ինձ ասում են, դու ինչ ես ուզում Նիկոլից։ Չունի Նիկոլը, որ ինչ ուզեմ։ Մի տուն անեցք իր գլխին։ Եվ գուցե ցանկություն ինչ-որ բան փոխելու, բայց այդ ցանկությունը անում է իր ձևով։ Ինչպես այն երկիրը քանդողները անում են մեր ձևով։ Էս է։ Ինչով են նման Քոչարյանի հետ։ Այո, չտեսեն։ Չի կարելի, չգիտեմ, կարկանդակը կծել, նկարվել, գցել եթեր։ Դա պարզություն չի, դա պարզ մարդկային հարաբերություն չի, դա պարզունակություն է։ Մնում է միայն հետույք մաքրելն էլ գցեք եթեր։ Սա վատ է, սա գարշելի է։ Հիմա շարունակենք այդ գարշելիության տրամաբանությունը, որ մենք ստացել ենք եւ ինչն է ինձ մտահոգում։ Պատկերացրեք, այդ կաթողիկոսը, այդ հոգևոր խունտան, այսպես ասեմ, վերևները, սրբազաններով, այսովենով, բոլորը մեկը մյուսի բերանը թքած ունեն, այսպիսի արտահայտություն կա։ Շունը շանթացը չի կծում տարբերակով, շարունակում են պղծել, լուսավոր չի գահը, բարձր խոսքեր ասը։ Ինչը ինչով ենք փոխարինում։ Ով է այն ջահակիրը, որ մենք գնում ենք փոխելու։ Այստեղ է խնդիրը։ Ես շատ կուզեի, հասկանում եք, քիչ առաջ ասացի, կինը հո գիտի կողքի տղամարդն ինչ է իրենից ներկայացնում։ Նա շատ ավելի լավ գիտի, ինչքան էլ ուզում է այդ տղամարդը աջ ու ձախ խորտա, թե սա էս կանեմ, են կանեմ։ Հիմա եկել է հայտնվել մի Տեր Արամը, եկավ, խոսեց, ասեց, դե ինձ սենց, եւ ամենավատ բանը, ես ուշադիր լսել եմ, որ ինձ ստիպեցին, որ ես գնամ օրհնելու ընդդիմության հանրահավաքները, եւ ես գնացի, Աստծո սիրուն։ Մի պիղծ կաթողիկոսն է, մի թույլիկ Տեր Արամը, ինձ համար, ինձ ճշմարիտ մարդ է պետք, ում ես կուզեի հավատալ, այն որ Նիկոլ Փաշինյանը ակնարկ արեց, որ կարող է ժամանակավոր կաթողիկոս լինել մի ամուսնացյալ քահանա, ով ազնիվ է։ Ազնիվ չէ, ղզիկ է։ Հասկանում եք,
Ես այս ղզիկությունից եմ վախենում։ Էլի փոխենք։ Իհարկե պետք է փոխել։ Իհարկե մենք այդպես չենք կարող ապրել։ Եթե ուզում ենք երկիր դառնալ, բայց խաբելով էլ չենք կարող, Նիկոլ Փաշինյան։ Ղզիկներով չենք կարող։ Այնքան պիղծ էին Քոչարյաններն ու Սերժիկները, որ մենք աչքներս փակ եկանք ու ձեզ ընտրեցինք։ Ի լրումն այն որ ասма դրականի դուք էլ դեռ կաթողիկոսի պես, ինչպես կաթողիկոսն ու մյուսները մեղա չեք եկել ձեր արարքների համար։ Ու շարունակում է ձեր իշխանությունը ընտրովի արդարադատություն իրականացնել մինչ օրս։ Բայց ուխտին նստած կուզեք անում, կամ ասում եք, չէ, այդ ես չէի։ Այդ սուտը մեր երկրին ոչ միտեղ չի տանելու։ Ինձ դա է մտահոգում։ Այն ամենախսունակ հայտարարությունները, որ ես, չգիտեմ, պաշտոն եմ ուզել, բան, ես պաշտոն երբեք չեմ ուզել, ինձ պետք չի։ Այդ ապուշ մտքեր գրող ձեր լագոտ լուկուտներին զսպեք։ Ասեք ինձ խնդրեմ, երեք տեսա Չինար բոյով մի նեգր պատանի, այդպիսի մի երգ կար Մադագասկարի մասին, ասում էին Չինար բոյով մի նեգր պատանի, պետք է ապրի այս հողի վրա, սովետի վաղտվա պատրաստած երգերն էին։ Չինար բոյով մի չնեգր պատանի, Տիգրան Ավինյան անունով, կանգնած էր Կոմիտասի կոնսերվատորիայի դիմացի այգում եւ խրոխտ տեսքով իր չինարությանը ոչ հատուկ ասում էր. «Վերջապես, էսա այգին սարքում ենք, արդեն մերն է, մենք դատարանում հաղթեցինք»։ Այդ սուտը տարածում է ՀՄԿ-ը, այդ սուտը տարածում եք դուք, Նիկոլ Փաշինյան։ Այդ ստի հայրը դուք եք։ Իսկ իրական պատմությունը բազմից ասել եմ ականջալուր չեղակ, ինչու, ասեմ ձեզ, նորից ասեմ։ Պայծառ երազ ՍՊ կար, այն ժամանակ որ այդ այգում մի սրճարան ուներ։ Այս ՍՊ-ն սնանք հայտարարվեց։ 3 տարի առաջ, 4 տարի առաջ, այդ ՍՊ-ի սնանկությունը 157 միլիոն դրամ վճարեց, պատկերացրեք, ես վճարեցի եւ այդ պայծառ ՍՊ-ի պարտքերը փակեցի, այգին անցավ ինձ։ Այդ այգում պիտի բարեկարգման աշխատանքներ տարվեր։ Պայմանավորվեցինք, որ այն հին սրճարանը պետք է քանդել, նորը կառուցել, ամեն ինչ փոխել։ Հին սրճարանը քանդեցի, եկաք ասիք ինչու քանդեցիք, թուգանեցիք։ Նորի 4 նախագիծ ներկայացրի, ձեր Չինար բոյով քաղաքապետը յուր աշխատողներով 4-ն էլ չընդունեց։ 2 տարի ես վճարեցի տարեկան 2 միլիոն դրամ այդ այգու վարձը, ամսական 2 միլիոն դրամ։ 2 տարի հետո ձեր Չինար բոյով քաղաքապետարանը այգու վարձը տա ամսական ասեց այլևս կվճարեք 9 միլիոն դրամ։ Եվ ես մտա դատարան ասի, ես ինչ եք անում, չեք թողում սարքեմ։ Ավելին 10 միլիոն դրամի, երբ այգինից տվեցիք, տույ ծառեր բերեցի է, տուերը։ Կաթիլային համակարգով էսովենով որ սարքեմ, դուք թույլ չտվեցիք, քաղաքապետարանը թույլ չտվեց։ Անգամ ջրելը և բարեկարգելը քաղաքապետարանը ինձ թույլ չտվեց։ Այն դեպքում, երբ որ ես պաշտոնապես դարձել էի այդ այգու տերը։ Ես օրինակ եմ բերում, իմ մասին չի խոսքը։ Եվ 2 տարի հետո, երբ վերաքննիչ դատարանը որոշեց, որ քաղաքապետարանը սխալ է, վճռաբեկին էլ այլ հրահանգ տրվեց, կասկածում եմ խիստ, որ այդպես էլ պիտի լիներ, վճռաբեկն էլ որոշեց, որ չէ, քաղաքապետարանն է ճիշտ։ 4 տարի այդ այգին չթողեցիք, ես կառավարեմ, 4 տարի բոլոր պետական, պաշտոնական լրատվամիջոցները ինքզինքը հիմարի տեղ դնելով քարոզեցին, թե եսով է չորացնում։ Հիմա ասում եք վերջապես մերն է եւ այս ընտրովի արդարադատությամբ Նիկոլ Փաշինյան եւ Բոյե Շիմշատ Ավինյանով եւ հայրենի տարերը պղծելով ամեն ինչ կարելի էր ասել կրթության հետ կապված, բայց որ ասում եք կրթությունը մոդայիկ է, չէր կարելի։ Ձեր նման հազարը լինի
ձեր ապուպապերը, ազգուտակը, ցեղը այն աշխարհից էլ հետ գա, բանական մարդուն չի կարող համոզել, որ կրթությունը նորաձև է։ Միայն ավանակը կարող է համաձայնվել դրա հետ, կամ տգետը։ Որոշեք, որը ինչ եք, ինձ համար միևնույնն է։ Այս ճշմարտությամբ ուր ենք գնում, ինձ մտահոգողը սա է։ Նիկոլ Փաշինյան։ Հիմա ինչ եք անում, ես էլ անգամ համաձայն եմ, պետք է գնալ ազգովի այդ Տեր Արամի մատուցած պատարագին ցույց տալ, որ կաթողիկոս չունենք։ Բայց գրողը տանի, ախր Տեր Արամը տղա չի։ Ախր Տեր Արամը ես չունի։ Ախր որ ես ունենալ, չեր գնա ինչ որ մեկի եղած չեղած օրհնելու։ Ով ուզում է ինձ ասի։ Մեկ անգամ ասել եմ։ Դասին դու շարունակի աշխատել այսպես, ասացի չէ, իմ երկրի մանկավարժին ուսուցչուհուն ընտրակեղծար եք սարքում, տունս քանդում եք, պետությունս քանդում եք, աշակերտիս պղծում եք, թողեցի դուրս եկա։ Տեր Արամը դա չի ասել։ Սուս ու փուս գնացել է հորթի պես օրհնել։ Եվ այսօր, երբ դուք այլևս աջակցում եք նրան, երբ այսպես ասած դուք եք տվել, այսօր Տեր Արամը դարձել է թիվ 1 տղան։ Ես վախենում եմ։ Դրանցից թուլության հոտ է գալիս։ Այդ թուլությունը մեզ ոչ միտեղ չի տանելու, չի կարող տանել։ Անկախ նրանից այսօր դուք ինչ ընտրա զանգվածի վրա եք աշխատում, երբ մարդը ինձ գրում է, հալավ ինչ վատ բանա, մեր պես տղա է, էլի կամարը հանեց, ես վախենում եմ, դա ընտրա զանգված չի, դա նախիր է։ Այդ տեսակ մտածողը զգաստությունից դուրս եկած մարդը նախիր է։ Քանիսն ունեք, դրանց համար եք աշխատում, ինչ եք անում։ Բայց էլի երից ասել եմ, ես Նիկոլ Փաշինյանի համար չեմ մտահոգվում, ես մեր երկրի ապագայի համար եմ մտահոգվում։ Արդյոք խաղաղություն ասելով մենք պատրաստվում ենք մեր պաշտպանությանը։ Արդյոք դա փուչիկ չի։ Միթե իրոք Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ այլևս Էրդողանն ու Ալիևը կամ նրանց հաջորդները ու նախորդները մեր բարիքերին են դառնալու։ Եթե դու ատամ չունեցար գլխիդ բամպելու են։ Ոնց որ բամպել են այսքան տարի։ Ամբողջ, այսպես ասած, մեծ հայքից բան չի մնացել։ Եվ ապրում են այդ մարդիկ, ես միտիքեն են ուզում համբանել։ Չէ, ախորժակը իրենցն է, ուզում են թող ուզեն։ Մենք ինչ ենք անում։ Արդյոք արդարադատության ընտրությունը, ընտրովի արդարադատությունը ձեզ տանելու է կամ մեզ տանելու է փրկության։ Արդյոք Տեր Արամի պես անկամ մեկը պիտի վաղը տեղապահ լինի վրընդենք ես կաթողիկոսին եւ այդ անկամ մեկը այնքան լավն է լինելու, որ այնտեղ նոր դավեր չեն նյութվելու։ Եթե մարդը կամք չունի մի վճռական ոչ ասելու, ո՞նց ենք անելու։ Ինչու եք ընտրում այդպիսիներին։ Այն խնդիրն ու հարցերի շարանը հենց սա է։ Միթե ձեզ թվում է, թե դուք հավերժ եք։ Միթե ձեզ թվում է, թե կհաջողեք նման դեպքերում։ Ես ընդդիմության մասին հաճախ զզվանքս գալիս է, չեմ էլ խոսում, ինչ խոսեմ։ Ինչ ընդդիմություն։ Քոչարյան Ռոբերտ, Դաշնակցություն, չգիտեմ, մեր ձևով, Սերժիկ, իրենց համար դա չափորոշիչ է ունենալ այդպիսի կաթողիկոս, բայց ձեր համար ինչու է չափորոշիչ դարել ունենալ մի անկամ տերտեր, կամքից զուրկ մեկը, ում կարաս ասես գյադա գնա հալա մի հատ, ում մուդի չուլլանը օրհնի արի, ու այդ գյադեն գնա, հիմա այդ գյադեն ասում այ ինձ ղրգել է, ես գնացել եմ, էլ չգնա իր գյադա չլեիր, կներեք, ես ամենևին Այն որ հիմարաբար արտահայտում են ձերոնք քրեական ենթամշակույթ, դրա մասին չի խոսքը։ Քրեականը դա մշակույթ չի, ենթամշակույթ չի։ Մշակույթ բառը քրեականից պիտի են գլխից անհատ լինեիք։ Տախմար արտահայտվելու փոխարեն։ Բայց դարեր առաջ քրեական ենթամշակույթ չի եղել։ Տղամարդը
տղամարդը որ թասիբ ունի, տղամարդը որ կա, դա եղել է։ Արժեքը դա է եղել, երկրի զինվորը, երկրի ղեկավարը, ազնվությունն ու շիտակությունը, ես ունենալը, սկզբունք ունենալը։ Այստեղ է խնդիրների խնդիրը եւ երբ ես հաճախ մի քիչ էլ կոպիտ քննադատում եմ, սա ի նկատի ունեմ։ Եթե որոշ մարդիկ այս գեղտի ու ստի մեջ ապրելը համարում են արժեք, Աստծո սիրուն, ապրեցեք ձեր սեփական գեղտի մեջ։ Ես էլ որպես լրագրող, որպես հասարակական գործիչ իմ պարտքն եմ համարում հիշեցնել այս երևույթի անփառունակ վախճան ունենալու մասին։ Հետ առաջ։ Պարզապես ամբողջ խնդիրը անհատը չէ։ Մեր կորուստն է։ Մեր հնարավոր մեծ կորուստները, ինչպիսին ունեցանք 44 օրյա պատերազմի արդյունքում։ Եվ դաժան պարտությունը, երբ աչի ձախից մեզ տրորում են։ Ամեն ինչ լավ է լինելու, կհանդիպենք, առողջ կացեք։